Կոտայքի մարզի Հատիս լեռան նկատմամբ ուշադրությունը վերջին ժամանակները ավելանում է մեծ արագությամբ։ Արդեն բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ և տուրիստական բլոգերներ անդրադարձել են Հատիսին և լեռան գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի եզակի արձանին։ Իսկ այդ ուշադրության գլխավոր պատճառն այն է, որ այս մեգանախագիծը ամեն օր ավելի ու ավելի է մոտենում իր վերջնագծին։ Այսօր Ավտոդրայվ հաղորդաշարի պրոդյուսեր և Drive Media ընկերության տնօրեն Մխիթար Հովակիմյանը ևս մեկ անգամ կազմակերպել է ավտոերթ դեպի Հատիս լեռան գագաթը։ Իսկ այս նախաձեռնության համար հիմք են ծառայել բազմաթիվ հեռախոսազանգերը և հաղորդագրությունները հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներից, սովորական քաղաքացիներից մինչև մարզիկներ, որոնք մեր նախորդ այցելությունից ոգևորված ցանկություն էին հայտնել այցելել Հատիսի գագաթին տեղակայված շինհրապարակ և իրենց լուման ներդնել այս ազգանվեր գործում։ Գագիկ Ծառուկյանի ժամանումը նախնական հավաքի վայր այսօրվա ամենասպասված իրադարձությունն է։ Եվ նրան դիմավորում է հենց ինքը, Ավտոդրայվ հաղորդաշարի պրոդյուսեր Մխիթար Հովակիմյանը։ Ժամանակն է սկսել վերելքը։ Արևներ մեծ հարգանքներով նկարահանող խմբին։ Վերջապես շարասյունը հասնում է Հատիսի գագաթը, և այստեղ արշավականների առաջ բացվում է աննկարագրելի տեսարան։ Չանես խաչդ, Հայաստան աշխարհ, չանես խաչդ, Հայաստան աշխարհ, չանես խաչդ, Հայաստան աշխարհ, չանես խաչդ, Հայաստան աշխարհ։ Հայրներ, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազարյա հացը տուր մեզ այսօր, և թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտաբաններին։ Եվ մի տանիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, քանզի քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։ Չանես խաչդ, Հայաստան աշխարհ, չանես խաչդ։ Եթե դիտել եք Ավտոդրայվ հաղորդաշարի նախորդ անդրադարձը, որը վերաբերում էր Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը, կարող եք նկատել, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել մի քանի ամսվա ընթացքում։ Որպես պատվանդան ծառայող շենքի ստորին հարկում, պատերն ու սյուներն արդեն երեսպատված են։ Երբ տեսնում ես դրանց վրայի հարթաքանդակները, պատկերացնում ես, թե ինչ ստեղծագործ միտք ունի հայ ճարտարապետն ու շինարարը։ Հենց այս հարկաբաժնում է տեղակայվելու ապագա թանգարանը։
Հատկանշական է, որ շինարարության ընթացքին ամենօրյա ռեժիմով հետևում է անձամբ պարոն Ծառուկյանը։ Հենց այստեղ է երևում նրա նվիրվածությունը այս հսկա նախագծին։ Սիրտս ինչպես ուրախանա, երբ երկիրս չարիք ունի, սիրտս ինչպես հանգիստ ալքի, երբ Հայաստանին օգնության կարիք ունի։ Ինչպես ուրախանա, երբ երկիրս չարիք ունի, սիրտս ինչպես հանգիստ ալքի, երբ Հայաստանին օգնության կարիք ունի։ Մասնակիցների շարքում տեսնում ենք նաև բազմաթիվ հանրային և մշակութային գործիչների, ովքեր ևս եկել են իրենց փոքրիկ ներդրումը կատարելու շինարարական աշխատանքներին։ Տեղին է որոշ տեղեկություններ ներկայացնել նախագծի մասին։ Ըստ նախագծի, միայն արձանի բարձրությունը կազմում է 33 մետր, որը խորհրդանշում է Քրիստոսի տարիքը, իսկ ընդհանուր բարձրությունը պետք է լինի 101 մետր։ Ամբողջ աշխարհում չկա նմանատիպ այլ նախագիծ, այնպես որ սա եզակի է ոչ միայն Հայաստանում կամ տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Իդեպ համաշխարհային հեղինակություն վայելող Կանի կինոփառատոնի պաշտոնական օրաթերթը Cannes Market News-ը 2026 թվականի մայիսի 14-ի համարում գլխավոր էջում հանգամանալից անդրադարձ է ունեցել Հայաստանին, հատկապես Հիսուս Քրիստոսի կառուցվող արձանին, բնութագրելով հետևյալ խոսքերով. «Փոքրիկ ազգ, մեծ ամբիցիաներ»։ Մաղթում ենք շինարարներին ուժ ու կորով այս գեղեցիկ նախագիծը հնարավորինս արագ ավարտին հասցնելու համար։ Դե ինչ, այսօր այսքանը, կհանդիպենք։